15 ընդդիմադիր ուժեր ու հասարակական կազմակերպություններ ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ միասնական պահանջներ են ներկայացրել իշխանությանը, հրապարակել քվեարկությանը մասնակցած քաղաքացիների անունները, վրացական մոդելով մաքրել ընտրացուցակները, ազգային ժողովի ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով, բացառել տարածքային ու վարկանիշային ցուցակները, տեսանկարահանել ընտրական տեղամասում քվեարկության եւ արդյունքների ամփոփման ողջ գործընթացը, կիրառել մատնահետքերով նույնականացման համակարգ կամ դնել մատների թանաքոտման կարգ։ Հայկից Լևոն Զուրաբյանն ասում է, բոլոր 5 պահանջներն իշխանությունը պետք է կատարի։ Դրանք մինիմալ պահանջներ չեմ ուզում որևէ բան զիջել, ինչու՞ պիտի զիջենք։ Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով աշխատելու են նաև միջազգային կառույցների հետ հորդորելով աջակցել իրենց պահանջների ընդունմանը։ Եթե իշխանությունները այնուամենայնիվ չկատարեն այդ պահանջներից որևիցե մեկը կամ մի մասը, մենք իհարկե չենք կարող Հայաստանում հեղափոխություն անել եւ այնպիսի ընտրական օրենսգիրք ընդունել, որը կցանկանանք, բայց մենք բոլոր հնարավորություններով հասնելու ենք նրան, որպեսզի կատարվի։ Սկսած ամենահասարակ լոբինգից, վերջացրած հանրային կարծիքի ձևավորում, միջազգային օտարերկրյա մարմինների ներգրավում, այսինքն մենք փորձելու ենք ազդել թե Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վրա։ Միասնական պահանջներին միացած Գյումրիի ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը չբացառեց նաև հանրահավաքային պայքարը։ Բայց բոլոր հնարավոր օրինական եւ բարոյական միջոցները մենք ներդնելու ենք, որպեսզի իշխանությունը ազդվի վերջապես։ Հանրահավաքներն են ընդունում այդ օրինական։ Չենք բացառում։ Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը վերջնագրերի լեզուն չի ընդունում։ Վերջը կամ լինելու է քննարկում իրենց հետ, կամ կլինի քննարկում այլ ուժերի հետ։ Ուլտիմատումներ իսկապես ընդունելի չեն եւ սա քաղաքական գործընթաց չի։ Ինքնանպատակ չի այն ամենը, ինչ ասում է, ամեն ինչը պետք է որոշակի նպատակի ծառայի եւ եթե կան ավելի հաջող գործիքներ, ավելի ժամանակակից գործիքներ, ինչու չօգտագործել այդ գործիքները։ Անցած շաբաթավերջին հանրապետական Հարությունյանն ընդունել էր 4+4+4 ձևաչափով ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ բանակցելու ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի առաջարկը։ Քննարկման մասնակիցների ցանկ սակայն դեռևս չկա։ Գյումրիի ասպարեզ ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն առաջարկը խոցելի է համարում, տեխնիկական իմաստով անիրագործելի։ Իսկապես ես գիտեմ ընտրություններով շատ հետաքրքրված կազմակերպություններ, որոնք կարող են արդարորեն նստել իրենց միջից 4 հոգի ճոգել։ Մյուս օրը ինչ որ մի խումբ կարող ասել ախպեր ջան, մենք էլ ունենք 4 հոգի, արեք որոշեք որն է գնալու։ Սա իսկապես բան է տեղապտույտի եւ արդյունք չբերող չարչարանքի հարց է։ Դանիել Իոաննիսյանի խոսքով 3 հավաքվել են որոշել, եթե քաղաքացիությանը հրավեր լինի, կմասնակցեն։ Իհարկե մենք չենք կարող Հայաստանում գործող շուրջ 5-6000 հասարակական կազմակերպությունների անունից մանդատ ապահովել այդ 4 ներկայացուցիչների համար, բայց մենք կարող ենք ապահովել այն կազմակերպությունների մանդատը, ովքեր առավել հայտնի են այս հարցերում, ովքեր առավել հանրային վստահություն են վայելում այս հարցերում։ Ինչպես է ընտրությունը կատարելու։ Պարզ ձևով առաջադրվել են թեկնածուներ եւ այդ հասարակական կազմակերպությունները ուղղակի քվեարկելու են ընտրելու են 4 թեկնածուների։ Այսինքն մեծամասնությամբ զահի։ Այո։ Լևոն Զուրաբյանն ասաց ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր 4 խմբակցություններն էլ համաձայնել են մասնակցել իշխանության հետ քննարկումներին։ Ինձ իշխանությունը ինչ է առաջարկել, ասել է ներկայացրեք ցուցակը։ Հիմա ես այդ ցուցակին հիմա ցուցակ ներկայացնում խանգարում է միայն այն վիճակը, որ դեռ ձևավորված չի քաղաքացիական հասարակության պատվիրակությունը։ Միայն դա է խանգարում։ Հենց որ դա լինի, այդ ցուցակը ես կներկայացնեմ։ Իշխանության բանակցելու պատրաստակամությունն այսօր եւս մեկ անգամ վերահաստատեց Դավիթ Հարությունյանը։ Մենք պատրաստ ենք մասնակցելու քննարկումների ցանկացած ֆորմատով, եթե այդ ֆորմատի մասնակիցները չեն հավակնում լինել միակ ֆորմատը քննարկումների։ Այսինքն մենք չենք կարող մեզ սահմանափակել միայն այն 4 ուժերով, որոնք այդ ֆորմատում ներկայացված են լինելու եւ քննարկումներ կծավալենք նաեւ այլ քաղաքական ուժերի հետ։